Նախարարների միջին ամսական եկամուտները, աշխատավարձը ու դրանց ավելացող պարգևավճարները ավելի քան 40 անգամ գերազանցում են միջին կենսաթոշակը և մոտ 7,5 անգամ միջին աշխատավարձը։ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը մինչդեռ ասում է, Հայաստանի Հանրապետության պաշտոնյաները ստացել և ստանում են ոչ բավարար աշխատավարձ։ Նախարարներն անցած տարվա առաջին կիսամյակի համար 6-ից 7 միլիոն դրամ պարգևավճար են ստացել։ Միայն վարչապետ Նիկոլ Փաշինյանը մոտ 11 միլիոն 951 հազար դրամ պարգևավճար է ստացել, դրանից բացի 1 միլիոն 970 հազար դրամ էլ առանձին տողով է ինքնապարգևատրվել։ Ֆինանսների նախարար Վահեն Հովհաննիսյանի գնահատականով խիզախ քայլ է այս քայլը անելը։ Ինչի, որովհետև եթե նախկինում այսպիսի թեմա գոյություն չուներ ընդհանրապես, որովհետև ավելի հեշտ էր օրինակ կանխիկ ինչ-որ մեկը գար, ինչ-որ մարդկանց փող բաժաներ, հիմա մենք գնացել ենք այն ճանապարհով, որ ամեն ինչ պետք է թափանցիկ լինի, հասկանալի լինի։ Որքանով է այս գործընթացը իրոք թափանցիկ ու հասկանալի։ Նաև այս մասին ենք զրուցելու «Առավոտի առերեսում» հաղորդաշարի այսօրվա հյուրերի հետ։ Transparency International Հայաստան կազմակերպության հակակոռուպցիոն փորձագետ Վարուժան Հոկտանյանի և հանրային կառավարման հարցերով փորձագետ Սերո Պանտինյանի հետ շնորհակալ եմ, որ ընդունել եք մեր հրավերը։ Նախ հիշեցնեմ, այդ կապակցությամբ ինչ օրենսդրական կամ բազագոյություն ունի, կառավարությունը ընդունել է պետական կառավարման համակարգի առանձին մարմինների կատարողականի գնահատման և դրա հիման վրա խրախուսման պիլոտային կարգը և հետո պետական մարմիններին գումար հատկացնելու վերաբերյալ որոշումը։ Պարոն Հոկտանյան, ձեր կարծիքով ինչպես է ապահովել այս կատարողականի գնահատման անկախությունը և շահերի բախումը այն դեպքում, երբ պարգևավճարի համակարգի որոշ շահառուներ ներգրավված են հենց համակարգի հաստատման և կիրառման գործընթացում։ Արդյոք պաշտոնյայի կողմից սեփական վարձատրության ավելացման հաստատումը չի հակասում շահերի բախման կանխարգելման միջազգային չափանիշներին։ Եթե նայենք դե յուրե, որտեղ ես այդ 1712 որոշումը նոյեմբերի 27-ը երբ որ նայեցի, նրանք փորձում էին ինչ-որ օբյեկտիվություն ցույց տալ, որ մարմնի տվյալ պետական մարմնի կատարողականն են նայում եւ մի կողմ թողնենք այն, որ այդ երբ որ որոշման երկրորդ հավելվածը նայում ենք, շատ ավելի եւ այն որոշումը 1736, որ արդեն բյուջեին վերաբաշխում արվեց եւ տրվեց, շատ այլ մարմիններ կան, նաեւ ոչ գործադիր իշխանության, որոնք նույնպես պարգևատրվեցին եւ դա արդեն ընդհանրապես անհասկանալի է, նրանք ինչի մտցվեցին այդ նույն ցուցակում եւ հղումը կատարվեց այդ որոշման վրա։ Հիմա տեսեք, այո, եթե մենք նայում ենք էությունը գործի, իրենք իրենց կարելի ասել պարգևատրել են, բայց փորձել են դա անել, այսպես ասած, քաղաքակիրթ ձևով, այսինքն վերցրել են ռազմավարություններ, ծրագրերը, ինչպես են կատարվել եւ ոչ թե կոնկրետ անձի գնահատում են արել, այլ այդ ծրագրերը ինչպես են կատարվել ու եթե լավ են կատարվել, այնտեղ գրված է 0-ից 5 սանդղակ, ինձ մի քիչ զարմացրեց, որ չկատարված այդպես թիվ չկար, դեռ չի սկսվել, նոր է սկսվել եւ լրիվ կատարվել է, այսինքն կարելի է մտածել, որ բոլոր մարմինները աշխատում են այնպես, որ վատագույն դեպքում նոր են սկսել, այսինքն մենք չունենք դեպք, երբ որ օրինակ, այսինքն այդ սանդղակի համաձայն չունենք դեպք, որ ասենք լինի չկատարված, դա ոնց որ չկա, որ նույնպես տարօրինակ է։ Նու փորձում են օբյեկտիվությունը պահել, բայց ի վերջո այո, մենք հանգում ենք այդ իրավիճակին։ Ես մի քանի անգամ այս առիթով ասել եմ, որ ճիշտ կլիներ, որ այդ ամենը թափանցիկ լիներ, որտեղ մյուս կողմից լավ հասկանանք։ Ես այդքան քննարկվել է, որ ավելի ինչ թափանցիկություն է պահանջում։ Ինչ է քննարկվել։ Դե խոսվել է այդ մասին, որ արդյունավետության բարձրացում, թե մինչև որոշումը։ Մինչև որոշումը, բայց ոչ այդ թվերի։ Իսկ ավելի ճիշտ կներ իմ կարծիքով, դա ես հաճախ եմ ասել, այս վերջերս որտեղ շատ են ինձ դիմել լրատվամիջոցները, ես ավելի շուտ նշել եմ այն, որ եթե հարցը այդպես է դրվում, ապա պետք է նաև լիներ, այսպես ասած, բավարարվածության հարցումներ
երբ որ դուք տեսնում եք այսինչ X ծրագիրը, իսկ ով ասաց, որ դա կատարվել է։ Այսինքն հանրությունը համաձայն է, որ դա կատարվել է, եւ լիներ ավելի հստակ տեսնեին եւ գնահատեին։ Դա երևի կլիներ ավելի ճիշտ մոտեցում, այդ դեպքում արդեն իրենց պարգևատրել այդքան սուր չէր երևա։ Ուղղակի ոչ մի այդպիսի բան չի եղել։ Պարոն Ատինյան, կառավարությունը նշում է, թե ընդունված որոշումները բխում են հանրային կառավարման բարեփոխումների ռազմավարությունից, որի նպատակն է բարձրացնել կառավարման մարմինների արդյունավետությունը եւ հանրային ծառայության մրցունակությունը։ Դուք ուղիղ կապ տեսնում եք։ Եղավ այդպիսի մեկնաբանություն, ֆինանսների նախարարի կողմից եղավ, նաև վարչապետը մեկնաբանեց։ Ես մի փոքր հիմքից գամ, եթե թույլ կտաք։ Պետական կառավարման համակարգը պետության ողնաշարն է, եւ պետական կառավարման համակարգի գործունեության արդյունավետությունից է կախված ամեն ինչ։ Կառավարչական լավ որոշումները երաշխիք են մեր լավ կյանքի, բարեկեցիկ կյանքի։ Եվ այս առումով պետական կառավարման համակարգի աշխատողները պիտի պատշաճ վարձատրվեն եւ նաեւ մրցունակ լինեն մասնավոր սեկտորի հետ։ Բայց այստեղ երկու խնդիր կա, ինչպես պիտի դա արվի։ Նախ առաջինը դա պիտի արվի բացառապես օրենքի շրջանակներում, այսինքն ապահովի լեգալություն, ինչպես նշեց պարոն Հոկտանյանը։ Մենք հիմա դրա մասին կխոսենք։ Երկրորդը այդ վարձատրության համաչափությունը պիտի լինի լեգիտիմ։ Ինչ ասել է լեգիտիմ։ Այն պիտի հասարակության եւ հանրության սոցիալական համերաշխությունից բխի։ Այսինքն այն անջրպետը, այն ծայրահեղ տարբերությունը, որ դուք արձանագրեցիք հաղորդման սկզբում, 40 անգամ, տարբերությունը, սա սոցիալական պետությանը հարիր չէ եւ ըստ էության հասարակության վրթովմունքը մենք պիտի հասկանանք որտեղից է բխում։ Մենք սահմանադրությամբ հռչակել ենք Հայաստանի Հանրապետություն սոցիալական պետություն։ Սոցիալական պետությունը դա առաջին հերթին սոցիալական համերաշխության ապահովումն է, կառավարողների եւ կառավարվողների միջև։ Այսինքն այստեղ մենք իրոք ունենք խնդիր, եթե հանրությունը շատ սուր դժգոհություն է արտահայտում այս հարցում, մենք պիտի հասկանանք, որ այստեղ ունենք խնդիր։ Մյուս հարցը, որին ես կուզենայի անդրադառնալ, տեսեք, այն բոլոր պաշտոնյաները կամ պետական ծառայության համակարգի աշխատողները, որոնց վերաբերել է այս ամենը, նրանք ըստ էության հանրային ծառայողներ են, պետական պաշտոն զբաղեցնողներ եւ պետական ծառայություն իրականացնողները։ Պետական ծառայության մեջ է դիվանագիտական ծառայությունը, քաղաքացիական ծառայությունը, հատուկ ծառայությունը, այսինքն ամբողջ պետական կառավարման համակարգը։ Հանրային ծառայության առանցքային բառը ծառայությունն է։ Այստեղ է թաքնված նաև հանրային դժգոհության այդ մեծ պատճառը։ Ծառայություն ինչ է ծառայություն։ Ծառայությունը հանրության կողմից պատվիրակված աշխատանք է պետական պաշտոնյային։ Այսինքն երբ որ մենք խոսում ենք, ասում ենք պետական պաշտոնյան պետք է լավ հագնվի, այո, պետական պաշտոնյան պետք է արժանապատիվ հագնվի, բայց ես հիշում եմ Գերմանիայում, երբ լրագրողը հարցրեց կանցլեր Անգելա Մերկելին, ասեց Ֆրау Մերկել, դուք բոլոր ասուլիսներին գալիս եք նույն զգեստով, ասեց, բայց ես ծառայող եմ, ոչ թե մոդել։ Մի լրացուցիչ հարց կարող եմ տալ։ Դուք երկու անգամ խոսքում օգտագործեցիք հանրային դժգոհություն արտահայտությունը, դուք իրոք արձանագրում եք, որ բացառությամբ հասարակական քաղաքական շրջանակների սոցիալական ցանցերում արտահայտվող դժգոհությունների հանրային մակարդակով կա այդպիսի վերաբերմունք։ Հանրային մակարդակով կա այդպիսի դժգոհություն եւ այդ դժգոհությունը ունի հիմքեր, ունի արդարացի հիմքեր։ Այն առումով, որ այդ ծայրահեղ անջրպետը, որ կա Հայաստանում միջին ամսական աշխատավարձի կամ նույն կենսաթոշակի հետ կապված, հանրությունը տեսնելով այդ պարգևավճարները եւ տեսնելով այդ թվերը, իրոք տարակուսանք է ապրում, ինչպես կարող է լինել, եթե կա լրացուցիչ հավելյալ փող, հանրությունը չի խորանում այն հարցերի վերաբերյալ, որոնց մասին ես նշում եմ։ Պետական կառավարման համակարգի մրցունակություն, պետական ապարատի աշխատողի արժանապատիվ կյանք, սրանք հանրության աչքին այսպես չեն երևում, մինչդեռ այդ ֆինանսական այդ հսկա տարբերությունը հանրությունը զգում է։ Եվ նորից վերադառնալով Մերկելի արտահայտությանը, հարկ է փաստել, որ պետական ծառայությունը որոշակի աշխատանքի տեսակ է, միգուցե առաքելության նման, ինչպես ուսուցչին, ինչպես բժշկինը, որտեղ մենք պիտի ծառայության խնդիրը առաջ բերենք որպես միսիա, որպես առաքելություն։ ԿՊ-ի գործիչներից մեկը ժամանակին ասել էր մենք առաքյալներ չենք։
Տեսեք, սա բարձրագույն արտահայտություն չէ, սա բխում է նաև օրենսդրական կարգավորումներից։ Պետական աշխատողները ստանալով համեմատաբար մասնավոր սեկտորի հետ ավելի ցածր աշխատավարձ, նրանք ունեն երաշխիքներ։ Նրանք ունեն ծառայության երաշխիքներ, քաղաքացիական եւ պետական ծառայությունը երաշխավորված է օրենքով եւ ինչպես մասնավոր սեկտորում է, որ շեֆը կարող է մեկ օրում աշխատանքից ազատել աշխատողին։ Պետական համակարգում այդպես չէ։ Որպեսզի քաղաքացիական ծառայության համակարգում որևէ պաշտոնյային աշխատանքից ազատեն, պետք է ծառայական քննություն իրականացնեն, պետք է կարգապահական վարույթ իրականացնեն, կարգապահական տուժի ենթարկեն, այսինքն իրավական պաշտպանություն։ Եվս մի բան էլ ասեմ սոցիալական պաշտպանության մասին։ Պետական աշխատողներն ունեն սոցփաթեթ եւ դա շատ վաղուց է։ Այսինքն համակարգի ներդրման պահից ֆիքսվեց, որ եթե պետական աշխատողը ստանալու է ընդհանուր մասնավոր սեկտորից ավելի ցածր աշխատավարձ, նա ունենալու է շատ այլ երաշխիքներ, որով նրա աշխատանքը կդառնա կայուն, որով նրա առողջությունը կլինի երաշխավորված, այսինքն այս մենք պետք է համակարգի մեջ դիտարկենք, որպեսզի կարողանանք հասկանանք մենք այստեղ խնդիր ունենք թե ոչ։ Տեսեք, չգիտեմ, դուք որոշումները ուսումնասիրելուց տեսել եք արդյոք այդպիսի կոնկրետ օրինակ, որ այսինչ նախարարը կամ այսինչ падգամավորը կամ ինչ որ որևէ վարչության պետ, հա, հատկապես որ գործում է այդքան արդյունավետ աշխատել, չգիտեմ, ներկայացվել է թե չէ, բայց ես ուզում եմ ելի մեջ բերում անել նախարար Վահե Հովհաննիսյանից, որ ինքն ասում է, մեր հանրությունը պետք է, եթե չասեմ առնվազն գոհ լինի, ապա առնվազն չզայրանա սրանից։ Մենք հավելյան 300 միլիարդի հարկ ենք հավաքել, այդ հարկը հավաքվել է այն պատճառով, որ պետական պաշտոնյաները բիզնեսով չեն զբաղվում, բիզնես չեն հովանավորում, ազատություն է տրված տնտեսական գործունեություն իրականացնելու համար, մարդիկ զբաղվում են այդ գործունեությամբ, այդ ավել հարկերը վճարվում են եւ այդ հարկերի մի մասը այո պետք է վճարվի որպես աշխատավարձ։ Գիտեք ոնց, նախ սկսենք վերջից, իսկ ով ասաց, որ չեն զբաղվում։ Առաջին հարցը դա է, որ իմ մոտ գալիս է, որտեվ երբ որ նայում ենք իրական շահառուների այդ համակարգը, ռեգիստր, պետրեգիստր։ Բիզնեսով զբաղվելու մասին է, դուք ունեք փաստեր։ Տեսեք, ես ունեմ լրատվամիջոցներում անընդհատ հրապարակումներ հանդիպող եւ երբ որ ես վերջերս մի ուսումնասիրություն անում եի, որ նաեւ այդ իրական շահառուների այդ ռեգիստրը, ասենք հայտարարագրման համակարգը, այնտեղ բավականին ունիկալ բան է, օրինակ նույն պարզում է, որ Զվարթնոց օդանավակայանի իրական շահառուն գործադիր տնօրենն է։ Եթե մենք այսպիսի ռեգիստր ունենք, մենք երբեք չենք կարողանա իսկապես շահառուներին գտնել։ Եվ դա խնդիր է, իսկապես նրանք չեն զբաղվում, թե ոչ։ Եվ այստեղ մենք գալիս ենք մի կարևոր մտքի, դա հետևյալն է, ամբողջ աշխարհում հայտնի է եւ ես սա նույնպես բազմիցս գծել եմ, մեր կազմակերպության սկզբունքներից մեկն է, միջազգային կազմակերպության ներկայացուցիչն ենք Հայաստանում, որ առանց բարձր աշխատավարձի, առանց նորմալ վարձատրության անհրաժեշտ պայման է, որպեսզի մենք ունենանք կոռուպցիայի ցածր մակարդակ, կոռուպցիան 0 այդպիսի բան չկա, դա հեքիաթ է, բայց գոնե ունենանք ցածր մակարդակ, բայց դա միայն անհրաժեշտ պայման է։ Կան նաև բավարար պայմաններ, եւ այդ բավարար պայմանները հենց հսկողական մեխանիզմների, այդ հաշվետվողականության, թափանցիկության, մասնակցայնության եւ այդ ամենի արկայությունը պետք է լինի, որ չստացվի այնպես, ես մի դեպք պատմեմ, 2005 թվականին համաժողով էր Կիևում, այն նարնջագույն հեղափոխությունից հետո, այնտեղ հավաքվել ենք տարբեր երկրներից ներկայացուցիչներ, եկել էին նաև Վրաստանից, եւ նրանք մի հետաքրքիր բան պատմեցին, որ Շևարդնաձեի ժամանակ դեռ նոր սկսել էր Սաակաշվիլին իր այդ ռեֆորմները, ասում էր, ինչ արած Շևարդնաձեն կտրուկ ավելացեց դատախազների եւ քննիչների աշխատավարձերը, բայց Վրաստանը ինչպես մնացել էր, կար այնպես էլ մնում էր աշխարհի այն ժամանակ Շևարդնաձեի ժամանակ 5 ամենակոռումպացված երկրներից մեկը աշխարհի, նույն Transparency International-ի այդ կոռուպցիայի կարգման համատվով, որովհետեւ որևէ մեխանիզմ չկար, ինչպես հսկել այդ մարդկանց։ Այնպես որ ասել, որ նրանք չեն զբաղվում բիզնեսով, դա դեռ մեծ հարց է, սկսենք ուրեմն դրանից։ Երկրորդը, այո, շատ լավ, բարձր աշխատավարձ են ստանում, թող ստանան, ես լիովին համաձայն եմ, երբեք չեմ ասել, որ ոչ, նրանք չպետք է ստանան,
նրանք պետք է ստանան նույնքան աշխատավարձ, ինչքան ասենք բանվորը կամ ասենք այլ մասն, բայց խնդիրը իսկ որ նախարարը ասում է, որ քաղաքական կամ հանրային գործունեությամբ զբաղվող մարդիկ ել ավելի խոցելի են, եթե համեմատենք մասնավորի հետ, եւ գուցե դրա համար պետք է ավելի շատ վճարել այս աշխատանքը արելու համար։ Ել ավելի խոցելին ինձ համար բավականին տարօրինակ է լսելը, որովհետեւ նույն մասնավոր սեկտորում բարձր աշխատավարձը նաեւ գալիս է նրանից, որ ցանկացած բայի այդ ընկերությունը կարող է սնանկանալ եւ դուրս։ Իսկ ինչով են խոցելի։ Ես դրա համար, իսկ խոսելիությունը երևի նրանք որոշել են, որ Հայաստանում կլինեն նորմալ ընտրություններ, իշխանափոխություն, ընդ որում այդ դեպքում էլ, եթե Վեբերյան այդ մոդելով մոտենանք բյուրոկրատիայի, նրանց չպետք է հանեն աշխատանքից, ամենայն դեպս հանրային ծառայողների։ Այո, լավ, քաղաքական պաշտոնյաներ, հայեցողական պաշտոնյաներ կարող է հեռանան, բայց դրանով բացատրել ես մի քիչ չէի ձեռնպահ կմնային։ Այստեղ ուրիշ խնդիր կա։ Օրինակ վերջերս ընկերներից մեկը, որ Հոլանդիա էր տեղափոխվել, ժամանակավոր աշխատանք, հարցրի, իմ գոլեգաներ էլի, մեր մոտ էր աշխատում, հարցրի, իսկ այնտեղ ոնց է, կոռուպցիան կա, իհարկե ասում կա, իհարկե մեր մասշտաբները չի, բայց կա, ուղղակի ժողովուրդը, որ նորմալ է, նորմալ եկամուտներ ունի, այդքան ուր, որտեվ ընկալումը դա նաև կախված է որքանով են բավարարված սոցիալական համերաշխության։ Հիմա եկեք նայենք մեր մոտ։ Այդ ես իմիջիայլից որ դուք այն ժամ պարոն Անտինյանի ելույթի ժամանակ ասիք, որ հանրությունը ես հենց վերջերս կինս, գիտեք ես հիմա որ հաշմանդամ եմ, գնացել էր դեղ ստանալու եւ այնտեղ թոշակառուները հիմա առաջ պոլիկլինիկայում էր տալիս են, հիմա դեղատներում են տալիս եւ նաեւ ինչ-որ լրացուցիչ վճար պետք է։ Կինս էլ վճարեց, երբ որ առաջ մենք չենք վճարում եւ բոլորը հենց դա են, թոշական, հա, թող իրենց անընդհատ բարձրացնեն այդ իսկ մերը վճարները պարքեավճարան, իսկ մենք երևի այս փողն էլ է գնալու նոր պարքեավճարի վրա, ընդ որում խոսակցություն կա, որ շուտով նաև երկրորդ կիսում, որտեղ սա պիլոտային ծրագիր է 24 ամսանի։ Հետո կլինի երկրորդ կիսամյակինը շուտով, ասում են, չգիտեմ, այսինքն խնդիրը այստեղ նաև դա է, հենց դա էլ գնահատական է, եթե մարդիկ նրանց կենսամակարդակը էապես չի բարձրացել, այդ դեպքում ինչի համար են պարգևատրվում։ Որովհետև պարգևատրվելու իմաստը դա է, լավ են աշխատել, որը մենք չենք կարող ասել այո կամ ոչ, եւ շատ դիֆերենցված է այստեղ, որոշ տեղեր լավ են աշխատել, որոշ տեղեր վատ, բայց կա նաեւ դա համար ես ասի, պետք է դրա մասին խոսենք ինչպես են աշխատել, տեսեք, ձեր զրուցակիցը հեքիաթ անվանեց զերո կոռուպցիան։ Վարչապետը նշում է, որ սա 2018-ից մեր որդեգրած զերո կոռուպցիա եւ զերո հանդուրժողականություն կոռուպցիայի նկատմամբ քաղաքականության գործնական շարունակությունն է, որովհետեւ մենք որդեգրել ենք անկաշառ եւ որևէ ազդեցությունից զերծ պաշտոնյայի տեսլական եւ այդ տեսլական իրականացնելու ենք եւ այդ կառավարությունը արդյունավետությունը բարձրացնելու համար գտնում ենք, որ այս որոշումը անհրաժեշտ է։ Ձեզ էլ պիտի հարցնեմ, ձեր կարծիքով որքանով է իրատեսական զերո կոռուպցիա քաղաքականությունը։ Ես կուզենայի լրացնեի գործընկերոջս, Վրաստանի օրինակը բերվեց, ես մեր օրինակը բերեմ, եթե հիշում եք, դեռ 2000-ականների կեսերից ներդրվեց մեր մոտ էլ արդարադատական եւ քննչական նախաքննական մարմինների աշխատողների, դատախազների, քննիչների եւ դատավորների աշխատավարձերը կտրուկ բարձրացվեցին։ Եվ նույն հիմնավորմամբ, որ մենք բարձր աշխատավարձ ենք տալիս այն մարդկանց, այն պաշտոնյաներին, որոնք գործ ունեն շատ մեծ փողերի, հա, իրենց վարույթում գտնվող գործերը, իրենց ուրեմն աշխատանքի հետ կապված գործերը, շատ մեծ փողերի հետ են կապված, որպեսզի այդ մարդիկ ուրեմն կոռուպցիայից զերծ մնան։ Եղավ այդպես։ Ոչ։ Այսինքն ինքնին ուղղակիորեն այո աշխատավարձի չափը կապվում է կոռուպցիայի հետ, բայց սա այսպես ասած կենցաղային կոռուպցիայի եւ կոռուպցիայի են ցածր մակարդակների կոպիտ կոռուպցիա կարելի ասել, հա դրա հետ է կապվում, բայց իրականում կոռուպցիան մշակութաբանական երևույթ է։ Եվ այդ մշակութաբանական երևույթի դեմ պայքարը չի լինում միանգամից ինչ-որ մի քայլով աշխատավարձ բարձրացնելով։ Մենք տեսանք, որ դատավորների, քննիչների, դատախազների աշխատավարձ, եթե հիշում եք, այն ժամանակ թոշակը 30,000-ի կարգի էր, բայց 800,000 եւ ավել
դատավորների եւ դատախազների աշխատավարձեր էին սահման, խոսքը այդ 2000-ականների կեսերի մասին է։ Այն ժամանակ էլի խոսակցություններ կար, որ տեսեք, մենք բարձրացնում ենք, որ սա չլինի, բայց չեղավ այդպես։ Ամենայն դեպս չեղավ այն չափով, որ չափով ակնկալվում էր։ Ուղղակի կապ աշխատավարձերի կտրուկ աճի բարձրացման եւ կոռուպցիայի նույն ձևով, նույն քանակով նվազման միջև ուղղակի կորելացիա չկա։ Կա անուղղակի կապ, բայց նորից կրկնեմ, մենք պիտի այս խնդրի հետ կապված կոռուպցիայի դեմ պայքարենք թափանցիկությամբ, հաշվետվողականությամբ։ Դուք նշեցիք, որքանով է գործընթացը օրենքի շրջանակներում։ Մենք ունենք բյուջետային համակարգի մասին Հայաստանի Հանրապետության օրենքը, որտեղ սկզբունքներն են սահմանված, հա, թե ինչպիսի պիտի լինի պետական միջոցների տնօրինումը, պետական միջոցների ծախսը։ Այդ սկզբունքների մեջ առաջնային սկզբունքն է արդյունավետությունը, հաշվետվողականությունը, թափանցիկությունը եւ նոր բանը ներդրվել, ուրեմն արդյունքների վրա հիմնված բյուջետավորման մեթոդ։ Ինչ է սա։ Պարտադիր պիտի տեսնել արդյունքը, պարտադիր պիտի արդյունքը հասկանալ, չափել, լինի չափելի այդ արդյունքը։ Նոր մենք արձանագրենք բյուջետային միջոցը ծախսվել է արդյունավետ թե ոչ։ Այսինքն սա շատ կարևոր խնդիր է։ Եվ երբ որ մենք խոսում ենք կատարողականների գնահատման մասին, եթե կատարողականների գնահատումը իրոք լինի օբյեկտիվ process, եւ մենք տեսնենք կատարողականի գնահատման արդյունքում, որ այո, տվյալ ստորաբաժանումը կամ տվյալ գերատեսչությունը գերակատարել է։ Ես ուզում եմ այստեղ շեշտել, որ պարգևատրումը ինքնին աշխատանքի իրացման, բնականon իրացման դեռևս հիմք չէ։ Պարգևատրումը եւ նաեւ մենք ունենք օրենք պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին։ Այնտեղ պարգևատրումը հստակ սահմանված է, որ կատարողականի հիման վրա տրվող հավելյալ կամ լրացուցիչ դրամական ուրեմն միջոցներն են։ Մենք պիտի ունենանք բնականon գործընթացից, այսպես ասած, Սովետ միության մեջ որ ասում էին, հա, գերակատարել են պլանը։ Իսկ մենք պիտի ունենանք պլանի գերակատարում։ Նայելով այս թվերին, սա սովետական տերմինոլոգիայով ստախանվականներ են։ Իդեպ քանի դատայրը։ Ես մի բան կլրացնեի բյուջետային համակարգի մասին օրենքը, որ նշվեց մի հարց առաջ խնդիր կա այստեղ, այդ հայտնի 1736 որոշումը հենվում է հենց բյուջետային համակարգի մասին օրենքի 23-րդ հոդվածի վրա։ Ինչ է ասում այդ հոդվածը, որ եթե Հանրապես, որտեղ ինչպես այս պարգևատրում եւ շատ այլ տարեկանոց 300-ից ավել վերաբաշխում է լինում բյուջեում եւ այդ վերաբաշխումները, որպեսզի ուրեմն հոդվածի այդ 23 հոդվածի 3-րդ կետը ասում է, որ անպայման պետք է ազգային ժողովի համաձայնությունը լինի։ Պետք է օրինակ հիշում ենք COVID այդ 2020 մի անգամ տարվեց COVID-ի հետ կապված մտավ մի անգամ էլ պատերազմի ժամանակ։ Հիմա բայց այնտեղ նշում են հենց երկրորդ բարբերությունը այդ մասի, որ եթե 3%-ը չի գերազանցում, կառավարությունը ինքը վերաբաշխում է։ Ես այդ հարցը նույնպես բարձրացրել եմ եւ սա նույնպես այդ 3%-ի մեջ է մտնում։ Իսկ ճիշտ չէ լինի գոնե ազգային ժողով տանել այսպիսի որոշումները։ Չեն ունենա կարծում եմ։ Հա? Չէ, բայց քննարկում կլիներ, մարդիկ կիմանային, որ այսպիսի բան է արվում, գոնե այդքան բան կարող էր արվել։ Տեսեք, ես անդադ պիտի մեջ բերեմ այն հիմնավորումները, փաստարկները, որոնք այս կապակցությամբ ներկայացրել են եւ երկուսիդ էլ խնդրելու եմ անդրադառնալ։ Մեկը իդեպելի դատաիրավական համակարգի հետ է կապվում։ Նիկոլ Փաշինյանը ասում է, որ պաշտոնյաները իրենց իրավունքները պաշտպանելու առումով խնդիրներ են ունենում։ Նրանք չեն կարողանում իրենց իրավունքները դատական կարգով պաշտպանել, որովհետև ունեն ֆինանսական սահմանափակումներ։ Մյուս կողմից մենք տեսնում ենք միտումներ, երբ որ հայտնի շրջանակները բազմամիլիոն դրամական հայցեր են ներկայացնում որպես պետական պաշտոնյաների դեմ եւ դա պետական համակարգը, ասում եմ, մենք գնահատում ենք որպես կատվածահար անելու հիբրիդային սպառնալիք է, ինչքան էլ տևեն այդ դատական գործերը, իրավական պաշտպանությունը, իսկ դրա համար անհրաժեշտ են ծախսեր։ Այսինքն իրենց պետք է պարգևավճար տալ, որ իրենք կարողանան դատարաններում իրենց իրավունքները պաշտպանել։ Հիմնավորեց այս համար այս փաստարկը։ Գիտեք, պետական պաշտոնյան, պետական ծառայողը սահմանափակված է իր հանրային գործի, սա ըստ էության օրենքից եմ փորձում, հա, այսպես օրենքի տրամաբանությամբ առաջնորդվելով եմ փորձում մեկնաբանություն տալ։ Պետական ծառայողը իր հանրային գործունեության մեջ սահմանափակված է իր պետական լիազորություններով։
օրինակ նույն քաղաքծառայության համար կա քաղաքական զսպվածության ինստիտուտ, նույն պետական ծառայողն է, այսինքն եթե պետական ծառայողը իր գործունեության շրջանակներից, իր լիազորությունների շրջանակներից դուրս է գալիս եւ որպես պետության ներկայացուցիչ է սկսում հանդես գալ իր անձնական խնդիրների հետ կապված, որի հետևանքով դատական ինչ-որ process-ների մեջ է ընկնում։ Սա ինքնին արդեն սխալ մեկնարկ է։ Մյուս կողմից, եթե պետական պաշտոնյան որպես մասնավոր անձ է հանդես գալիս, հա, իր մասնավոր խնդիրները այլ անձանց հետ լուծելու պարագայում, ինչու պիտի պետությունը նրան վարձատրի դրա համար իր անձնական դատական պաշտպանության համար։ Այսինքն տրամաբանությունը պետք է հասկանալ, պետական ծառայողի կարգավիճակը ինքնին իրեն կաշկանդում է հանրային գործունեության մեջ, եթե խոսքը գնում է օրինակ, դիցուկ օրինակի վրա, հա, ինչ որ զրպարտել է լրագրողը պետական պաշտոնյային կամ Ես ավելի շատ կոնկրետ օրինակ ուզում եմ, ինչ կապակցությամբ են վերջերս իրենց դեմ հայցեր ներկայացվել, որտեղ այս կամ այն պաշտոնյան խոսքի մեջ վիրավորական արտահայտություն է արել։ Ասենք դիցուք Սամվել Կարապետյանի հասցեին, գիտենք հայտնի Արսեն Թորոսյանի դեմ, մի շարք Անահիտ Ավանեսյանի, մի շարք այլ նախարարների դեմ, ոչ ոք իրանց, այսպես ասած, լեզվին չէր բանանում, որ իրանք ստիպված են, բայց սա դե նորից ասեմ, էլի, պետական պաշտոնյան, պետական պաշտոն զբաղեցնող անձը կաշկանդված է օրենքով եւ սահմանադրությամբ, մենք սահմանադրությունը ինչ է, սահման է դնում պետական ինստիտուտների համար, ասում է այն ինչը քեզ օրենքով թույլատրված է, ինչը թույլատրված չէ, արգելված է։ Այսինքն անձը, որը հանդես է գալիս որպես պետական պաշտոնյա, ինքը պետք է պետական պաշտոնյայի այսպես կարգավիճակին եւ լիազորությունների շրջանակներում գործի։ Եթե պետական պաշտոնյան դուրս է գալիս իր լիազորությունների շրջանակներից եւ որպես մասնավոր անձ, ինչու՞ չէ հուզական ինչ-որ իրավիճակից ելնելով կամ արդեն նա հանդես է գալիս որպես անձ, չէ՞, որպես ֆիզիկական անձ, որպես քաղաքացի։ Պետությունը ինչու՞ պիտի վճարի քաղաքացու հանրային գործունեության Ես ուղղակի մի բան ավելացնեմ։ Դրա միտքը հասկանալի է։ հա, ուղղակի իսկ որ վարչապետը այդպիսի բան է հայտարարում, կան փաստեր, որ կտրուկ ավելացել է այդպիսի հայցերի թիվը այդ պաշտոնյաների նկատմամբ։ Դա մեկ, որպեսզի դա լինի, պետք է հստակ ասել, առաջ օրինակ շատ քիչ էին դատի տալիս, հիմա շատ են տալիս, չկա, սա ավելի ընդհանուր մի խնդիր է, որ առանց որևէ լուրջ ուսումնասիրությունների, առանց որևէ ինչ-որ հետազոտությունների ասում են, այո, ավելի շատ հայց է, նրանք պետք է նույնիսկ պարոն Անտոնյանի ասածը, եթե մենք վերցնում ենք, նույնիսկ եթե մի պահ մոռանանք այդ ամենը, որ չեմ ասում, որ սխալ է, դա ճիշտ է, բայց եթե մոռանանք էլ, դա կարող ենք ապացուցել, որ այո, կտրուկ ավելացել են այդ հայցերը ու այդ խեղճ մարդիկ չգիտեն ինչպես տակից դուրս գան, դա մեկ, եւ երկրորդը, եթե այդպես նայենք, ուրեմն նաեւ իրենք որ մյուսների իրավունքները այդ դատի են տալիս եւ այլն թերթերի խմբագրություններին եկեք ուրեմն աշխատավարձ բարձրացնենք նաեւ չէ տեսեք այս տրամաբանությունը տարօրինակ տրամաբանություն ոչ միտեղ տանող տրամաբանություն է որովհետեւ նորից փորձեմ էլի այս միտքը շատ կարեւոր է պետական պաշտոնյայի համար եթե նա ճիշտ է եթե նա իր վարմունքում ճիշտ է եւ արդար է դատարանը պիտի կայացնի արդարադատություն եւ նրա դատական ծախսերը հետ պիտի գան, հա? Այսինքն ստացվում է, որ իրանք սխալ են եղել, դա համար մեծ գումարներ, հա, պիտի վճարեն։ Չասում եմ 1.5 ծախսի անում 200-300 հազար դրամ փոխհատուցում է ստանում, անհամարժեք է։ Լավ, անցնենք մյուս հիմնավորմանը, հա։ Իդեպ պետական մարմնի հետ կապված, եթե պետական պաշտոնյան իր լիազորությունների շրջանակներում պաշտպանել է պետական մարմնի շահը եւ սրա հետ կապված դատի են տալիս, արդեն պետությունն է, տվյալ պետական մարմնի իրավաբանական վարչությունն է, որպես դատական կողմ հանդես գալիս եւ պաշտպանում այդ գերատեսչության մյուս փաստարկը, հա, Հայաստանի էլի վարչապետն ասում է, Հայաստանի ներդրումային միջավայրը էականորեն փոխվում է, շատ էականորեն է փոխվում, Հայաստանի Հանրապետություն հոսելու են մեծ ներդրումներ, մեծ մրցակցություն է առաջանալու իրականացվելիք ներդրումային ծրագրերի համար եւ այս առումով մեր գնահատականն այն է, որ կոռուպցիոն ռիսկերը էականորեն կարող են մեծանալ եւ մենք այդ թվում պաշտոնյաներին եւ պետական համակարգը պետք է կարողանանք պաշտպանել կոռուպցիոն ռիսկերից։ Դեք ոնցից հասկացա գալու են, դեռ չեն եկել այդ ներդրումները։ Եկեք սպասենք մի հատ, հասկանանք գալու են թե չեն գալու, դա մեկ։
որտեղ ես էլ կարող եմ ասել, որ շատ մեծ ռիսկեր կան, որ ընդհանրապես ոչ մի ներդրում չգա Հայաստան, տարբեր պատճառներից ելնելով։ Այնպես որ նախապես պատրաստվելը մի քիչ խելոք միտք չի, դա մեկ։ Ինձ թվում է դա ուղղակի արդարացում է, թե ինչու այդքան պարգևավճարվին, ընդ որում նախընտրական տարվա նախօրյակին։ Այս խնդիրն էլ ես տեսնում եմ, ինչ վերաբերում է ներդրումային միջավայրի բարելավմանը, այդ միջավայրը դժվար թե բարելավի, երբ որ նրանք տեսնեն այսպիսի սոցիալական անհավասարություն, եթե նրանք տեսնեն, որ այս սոցիալական անհավասարության արդյունքում գնողունակությունը բնակչության բավականին ցածր է, եւ այդ դեպքում այստեղ ինչի պետք է ներդրումներ անեն, եւ շատ այլ խնդիրներ էլ կան, որոնք դա եթե լավացնեն, փոխանակ վախենան, որ հանկարծ կարող են այդ պաշտոնյաները կաշառք վերցնել այդ ներդրողներից։ Իմիջիայլոց դա էլ այդքան ակնհայտ չի, շատ երկրներում նույն կոռումպացված երկրներ են, բայց ներդրումային միջավայրը բավականին լավ է։ Այսինքն միայն կոռուպցիայի հետ կապել ներդրումային միջավայրի բարելավումը մի քիչ ճիշտ չի, կան շատ այլ գործոններ, որոնք եւ ամենակարևորը ես կուզեի նաեւ այստեղ նշել, իսկ ինչի հիման վրա է նա որոշել, որ լավանալու է այդ միջավայրը։ Դա էլ կա։ Trip ծրագիր եւ այլն մնացածը, մի խոսքով վերջին հիմնավորում, իր խոսքից, որ ասում է մենք ռազմավարություն ենք որդեգրել, որ Հայաստանում կրթվել է եւ կրթությունը պետք է դառնա ապրելակերպ, կենսակերպ եւ մենք ըստ էության պետական պաշտոնյաներին պարտադրում ենք, որ նրանք շարունակաբար իրենց մասնագիտական որակավորումները, կրթությունը բարձրացնելու ուղղությամբ աշխատեն, իսկ դա որ լրացուցիչ ֆինանսական ծախսեր են եւ մենք ասում եմ կա իհարկե գաղափար, որ մենք պետական բյուջեով այդ ամեն ինչը նախատեսենք, բայց մենք հիմա այս համակարգում ներդրել ենք, որ վարձատրության որոշակի էական մասը պետք է ծախսվի մասնագիտական հմտությունները զարգացնելու ուղղությամբ եւ սա տեսեք, սա այս ամեն ինչի ամենալուսավոր կետն է թերևս, եթե կարելի այսպես ասել։ Ես ինքս պետական համակարգում երկար աշխատել եմ, պետական պաշտոնյաներ, պետական ծառայողները իրոք ինքնակրթվելու եւ արդիականանալու մեծ խնդիր ունեն։ Որտեղ պետական համակարգն ինքնին շատ ստատիկ համակարգ է, շատ լճացած համակարգ է։ Այն մի հատ հին սովետական բան կար, ասում է, ինչ ես անում, ասում է, խորում երգում եմ, ասում է, բա քյարդ որն, ասում է, մեկ-մեկ էլ չեմ երգում։ Երբ որ համակարգը մեծ է, երբ որ ապարատը մեծ է, այնտեղ գլուխ պահելը հեշտ է։ Այս առումով պետական ծառայողների անընդհատ արդիականացումը, կրթությունը, նորացումը, թարմացումը, այդ թվում լեզուների իմացությունը, համակարգչային տեխնոլոգիաների իմացությունը, արհեստական բանականության հետ կապված կառավարման մոդելների ներդրմանը, ես կարծում եմ շատ կարևոր է եւ ես ուղղակի կառաջարկեի, եթե այս մոդելը պիլոտային ծրագիրը փորձում են կատարելագործել, ավելացնել կրթությանը բաժին հանվող այդ տոկոսը, ոչ թե 10 լինի, այլ միգուցե 20 կամ միգուցե 25, որպեսզի մարդիկ հարկադրված լինեն այդ գումարը անպայմանորեն նպատակաուղղեն կրթության։ Պիտի արդիականանա պետական համակարգը։ Եվ մեր զրույցի ավարտին մի քանի այլ հարցերի վրա եմ ուզում ուշադրություն հրավիրել։ Ձեզ համար բացատրություն ունի, թե ինչու է ատեստավորման խիստ մեխանիզմ կիրառվում հենց ուսուցիչների, զինծառայողների դեպքում, բայց ոչ պաշտոնյաների։ Իսկ ով ասաց, որ նրանց նկատմամբ ատեստավորման մեխանիզմ չի կիրառվում, ես չգիտեմ։ Պաշտոնյաների նկատմամբ կիրառվում է։ Իմ ասած այդ թափանցիկության, հաշվետվողականության բացակայությունը հենց նշանակում է նաև այն, որ մենք չգիտենք կիրառվում է թե ոչ։ Միգուցե կիրառվում է, որտեղ ես լսել եմ վերապատրաստումներ են ատեստավորում եղել է պաշտոնյաների, քաղաքացիների, բարձրաստիճան պաշտոնյաների մասին։ Բարձրաստիճան քաղաքական պաշտոնյա, ինչ որ դրանց դեպքում մի քիչ այլ է։ Այստեղ ուրիշ խնդիր կա, որ խնդիրը ատեստավորման մեջ չի։ Ես նորից եմ կրկնում, խնդիրը այն է, թե որքանով այդ աշխատանքը տվել է արդյունք, այսինքն որքանով այս մեր հասարակությունը ավելի լավ է ապրում result-oriented budgeting-ի եթե նույն այդ ծրագրային բյուջետավորումը, որ մտցվեց 2019 թվականից, արդյունքային ցուցանիշներ մտցրեցին, ինչքան էլ մենք պայքարեցինք, որ նաև որակական ցուցանիշներ մտցվեն, այդ բավարարվածություն եւ այլն առանձնապես չկա դա, կամ եթե կա ձևական է արվում եւ մի քիչ դժվար է հասկանալ, թե ինչպես գոնե ցույց տային, որ այս արդյունքային ցուցանիշները
լավ է եղել, դրա համար ստացել են այսքան, որտեղ երբ որ կատարողականը գա հունիսին այս տարվա քննարկվի, մենք կտեսնենք, արդյոք կա իսկապես այդ ցուցանիշները լավացել են։ Արդեն մամուլը հրապարակում է, որ բյուջեի եկամուտները եւ ծախսերը թերակատարվել են, եւ բայց բարգեւատրվել են նաեւ այն գերատեսչությունները, որոնց պատասխանատվության ոլորտում այդ թերակատարումները արձանագրվել են։ Չգիտեմ, կարծում եք արդյոք, որ որոշակի հանրային վերահսկողություն է անհրաժեշտ այդ պիլոտային ծրագրի շրջանակներում, գուցե անկախ աուդիտ, ինչ որ վերահսկող մարմին, որը կգնահատի այդ պարգևավճարների արդարացվածությունը կամ չգիտեմ, որ նաև ոչ թե կարծում եմ, այլ համոզված եմ, որ ցանկացած բյուջետային միջոցի ծախս պահանջում է թափանցիկություն, պահանջում է վերահսկողություն, պահանջում է այն բոլոր ինստիտուտները, դա ամրագրված է մեր օրենսդրության մեջ։ Դա ամրագրված է բյուջետային համակարգի մասին օրենքով, դա նույնիսկ ամրագրված է պետական վերահսկողական ծառայության մասին օրենքով, որտեղ բյուջեի ծախսի հետ կապված կա արդյունավետության եւ նպատակայնության երկու կարևոր սկզբունք, որքանով է այդ ծախսը եղել արդյունավետ, որքանով է այդ ծախսը եղել նպատակային։ Սա մեր օրենսդրության պահանջ է եւ պիտի օրենսդրության պահանջին հետեւելով ձևավորվեն նաեւ այդ մարմինները, որոնք այդ ծախսերի հետ կապված կիրականացնեն եզրակացություն, կտան եզրակացություն դրանց արդյունավետության վերաբերյալ։ Նաև հաշվեկնիչ պալատը։ Այո, նույն հաշվեկնիչ պալատը։ Վերջին հարցը, որին երկուսից էլ պիտի խնդրեմ։ Վերջապես ներողություն, մենք ունենք մեր պարլամենտական երկիր ենք, ազգային ժողովն է, որ պիտի գործադիր իշխանության գործունեության նկատմամբ արդյունավետ վերահսկողություն իրականացնի։ Ինչ ծախսեց, ոնց ծախսեց, ինչու ծախսեց, այսպես պիտի լինի։ Մեր զրույցի ընթացքում այս հարցից պատասխանը բացի կամ ինչ որ ձևով հնչեց այնուամենայնիվ, բայց ուզում եմ, որ վերջում մեկ անգամ էլ հստակ ձեր պատասխանը հնչի այս կապակցությամբ։ Ձեր կարծիքով ինչու պարգևավճարների համակարգը նույն տրամաբանությամբ չի տարածվում բժիշկների, դասախոսների, սոցիալական աշխատողների նկատմամբ, ինչու են եւ ընդհանրապես սոցիալական խոցերի խմբերի խնդիրները երկրորդ պլան մղվում պարգևատրումների համեմատ։ Նու այդ ինչ որտեղ ռետորական հարց է, պարզ է թե ինչու առավել ևս, որ ես երբ որ նայեցի այսպիսի պարգևավճարներ չէին տրվել նախորդ տարիներին, իսկ այս տարի մենք ընտրություններ ունենք։ Ես ամենայն դեպս բազմիցս դա նշել եմ, որ սա կապված է ավելի շատ դրա հետ եւ այդպիսի լուրջ հարցեր տալ այս կապակցությամբ այնքան էլ ես համաձայն չեմ, այո։ Ձեզ համարել է միայն ընտրական թե այլ ձեր հարցը ոչ միայն, բայց դա առաջինն է։ Ձեր հարցը երկու բաղադրիչ ունի՝ զուտ իրավական եւ նաեւ սոցիալական քաղաքականության հետ կապված։ Իրավականն այն է, որ ձեր նշած բժիշկները, ուսուցիչները, նրանք պետական ոչ առևտրային կազմակերպության աշխատողներ են, ոչ պետական կառավարման համակարգի, հա։ Այսինքն այստեղ մենք պոակների աշխատողներն են, պոակներն ունեն ինքնավարություն, իրենք են որոշում իրենց աշխատողների աշխատավարձերը, պարգևավճարները եւ պոակների ինքնավարությունը նաեւ թույլ է տալիս պոակներին ունենալ արտաբյուջե, հավելյալ եկամուտներ, որով էլ լավ պոակները, որոնք լավ են աշխատում, լավ արձատրում են իրենց անդամներին։ Այն պոակները, որոնք հին, այսպես սովետական դիրեկտորի, հա, կարգավիճակով են աշխատում, դեռ ոչ։ Պետական կառավարման համակարգ ամբողջությամբ կախված է պետական բյուջեից, հա, պոակները ոչ ամբողջությամբ։ Սա իրավական կողմն է հարցի։ Չէ, հնարավոր էր, բայց այսինքն եթե պոակներին հատուկ հատկացումներ լինեին, աշխատավարձային ֆոնդ ավելանար պետության կողմից, տեսականորեն հնարավոր էր, իրավական մեխանիզմներ էլ կային, բայց տեսեք, պետական համակարգում աշխատում է մոտ 8000 մարդ, պետական ապարատում, պետական համակարգում, նրանք էլ են պետական աշխատողներ, բայց պետական ոչ առևտրային, աշխատում է մոտ 50000 մարդ։ Այսինքն ստեղ թվերի շատ մեծ տարբերություն է։ Բայց ձեր հարցը ունի նաև սոցիալական քաղաքականության կողմ, այսինքն վերադառնալով մեր խոսակցության սկզբին, որ պիտի սոցիալական արդարություն լինի իրականացվող քաղաքականության մեջ։ Այստեղ կարելի է հարցին դրական պատասխանել, որ հնարավոր էր անել այնպես, որ հանրային հասարակական դժգոհության այսպիսի ալիք չլիներ։ Էլի վարձատրվեին պետական աշխատողները։ Ես կողմ եմ, որ պետական պաշտոնյան, պաշտոնյա ասածը պետական ծառայողը, որտեղ ապարատն է աշխատանքն անում, քաղաքական որոշում կայացնող աշխատանքի այն ծանր, հա, այն սևագործ եւ այն հիմնական բեռը ընկնում է պետական կառավարման ապարատի վրա, քաղաքծառայության համակարգի վրա։ Նրանք պիտի արժանապատիվ վարձատրվեն, որպեսզի պետական համակարգը լավ աշխատի, բայց այս ամենը պիտի արվի այնպես, որպեսզի լինի իրավական առումով անխոցելի,
եւ ապահովի սոցիալական արդարությունը։ Շնորհակալ եմ մեր հրավերը ընդունելու համար։ Հիշեցնենք, որ այսօր առերեսվեցին հանրային կառավարման հարցերով փորձագետ Սերոբ Անտինյանը եւ Transparency International Հայաստան կազմակերպության հակակոռուպցիոն փորձագետ Վարուժան Հոկտանյանը։ Առերեսումը վարեց Աննա Իսրայելյանը։